միջոցների վերաբերյալ։ Փողոցային պայքար է նախանշում պարոն Մամեջանյան։ Թեպետ ես գործադիր Թեպետ ես գործադիր մարմնի անդամ եմ, եկեք գործադիր մարմնի ընդհանրական որոշումից առաջ դրա վերաբերյալ չխոսենք։ Հերթով ժողովուրդ, բոլորին պատասխանելու։ Սարգսյանը վերջերս ակնարկեց, որ նորություն կլինի իմպիչմենտի հետ կապված իր դատական վերջին ընթացքում կարծես թե։ Ինչպես տեսնում եք, այս հայտարարությունը խոսքը այս գործընթացի այս փուլի մասին էր, այո։ Քաղաքական ուժերից Այս կողմից սկսեմ, եթե դեմ չեք։ Մամեջանյան մի քանի ձախողված փորձեր են եղել փողոցային պայքարի։ Ինչ երաշխիք կա, որ այս անգամ կհաջողվի, որ նորից նույն չենք։ Գիտեք, նախ էլի, եթե թույլ տաք ձեր ձևակերպման հետ մի փոքր ճշտում բառը չի, բայց ամեն դեպքում կարծիք ասեմ։ Փողոցային մինչև հիմա տեղի ունեցած բոլոր պայքարները հիմնական ամբողջական նպատակին չեն հասել, ինչ խոսք այդտեղ վիճել հնարավոր չի։ Բայց անվանել ձախողված մի գործընթաց, որի ընթացքում մենք մեր պայքարի եղբայրները հայտնվել են անազատության մեջ, կրել են ծանր մարմնական վնասվածքներ եւ այլն, մի քիչ կոռեկտ չի հենց իրենց իսկ նկատմամբ։ Ուստի այո, այդ պայքարները չեն հասել իրենց նպատակին, բայց որևէ պայքար նախաձեռնելիս կամ դրա ամենավտանգավոր տեղերում ներգրավվելիս հանրապետականը երբեք չի հաշվարկում շանսերը, լավ շանսերը լավն են, սկսենք պայքարել, շանսերը այդքան էլ լավը չեն, սկսենք չպայքարել։ Կաթիլը քարածակում եւ մենք պարտավոր ենք, պարզապես պարտավոր ենք, հաշվի առնելով մեր խոստումները, հաշվի առնելով մեր ասածները, մինչև վերջին վայրկյան բոլոր հնարավորությունները օգտագործել իրական նպատակի իշխանափոխության հասնելու համար։ Ես չեմ կարող երաշխավորել այս կամ այն պայքարի փուլը ինչ արդյունքի կհասնի, բայց կարծում եմ պատճառաբանությունը, որ իսկ եթե չստացվի, պայքարը չսկսելու համար ադգավորկա չի, բարեր են բառը մոռացել եմ։ Պարոն Մամեջանյան, Այս կողմից գամ այստեղ, եթե դեմ չեք։ Հայաստան խմբակցությունը հիշում եք քանի ամիս առաջ սորագրությունները դրեցի իմիջմենտի գործընթացից դուք վստահեցնում եք, որ կան քաղաքական պատգամավորներ, որ այս գործընթացը